Բարի երեկո, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառն Ութաֆյանն եմ եւ հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունների ամփոփագիրը Հայաստանից եւ աշխարհից։ Բաքվից տուն, ինչի դիմաց են հայ գերիներից 4-ը վերադարձել հայրենիք, ինչ գին է պահանջել Ադրբեջանը։ Ժամանակային համընկնումը թույլ է տալիս մտածելու, որ գործ չունենք երկու ավտոնոմ գործընթացների հետ։ Մեր երկիրն ապաշրջափակվում է, երկրի գլխավոր դիվանագետի գնահատականը Թրիփի վերաբերյալ փաստաթղթին։ Թրիփով անցնելիս ադրբեջանցիները կհանդիպեն հայ սահմանապահների, թե ոչ, ինչ դեր է վերապահվում հայ սահմանապահներին Սյունիքում։ Որքան ու ինչի համար են պարգևավճար ստացել վարչապետն ու իր աշխատակազմը։ Պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում է ունեցել։ Նոր ձերբակալություններ պետեկամուտների կոմիտեում, քանի պաշտոնյայի են ձերբակալել ու ինչ մեղադրանքներով։ Որքան գումար են ստացել սադրիչներն Իրանում ցույցերի ժամանակ մարդ սպանելու համար, Իրանի պաշտպանության նախարարությունը թվեր է հրապարակել։ 5 տարվա գերությունից հետո Վիգեն Էրջեքչյանն ու կինն առաջին անգամ հանդիպել են։ Վիգենը զինվորական քննչական վարչությունում էր, նրան այցելել է Սփյուռքի հանձնակատար Զարե Սինանյանը։ Ըստ Սինանյանի Վիգենն ունի մեջքի հետ կապ ունեցող խնդիրներ, վիզն էլ ֆիքսատորի մեջ է։ Հետագայում վիրահատելու անհրաժեշտություն կլինի, բայց տրամադրությունը լավ է, ուրախ է, երջանիկ է, որ Հայաստանում է։ ما نطرت حدا تشوفك 50 تيكت طيارة اجانب اشوفك بس 50 تيكت طيارة اجت اشوفك انت مش شايف حالك قدام ايه انت بتحبك كثير 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 ابيض بدك كبرني دمعت بناتك عمري Իդեպ Վիգեն Էրջեքչյանի կինը Լինդան, որը մեր զանգից էր իմացել ամուսնու վերադարձի մասին, այսօր առավոտյան է ժամանել Երևան։ Վիգենի կնոջ Հայաստան ժամանելու բոլոր հարցերի մասին հոգ է տարել Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Տոմսը գնել են Հույդա Լիբանանի կառույցի անդամները։ Հայաստանում կեցության մասին հոգացել է Հույդա Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրան օդանավակայան դիմավորելու է գնացել Հույդա անդամներից մեկը։ Ու ինչպես միշտ այս ամենն արվել է լուռ առանց աղմուկի, որովհետև աշխարհում ամեն ինչ չի սկսվում ու ավարտվում լայքերով ու դիտումներով, գրել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Լինդան ժամանելուն պես իմ գործընկեր Անյա Բաղյանին է շնորհակալություն հայտնել բաղձալի լուրը հայտնելու համար։ هيدا أهم شيء لإلي Ուզում է տեսնել Վիգենին, այս ամենակարևորն է այս բանը ասում է։ وبعدين كل شيء بفكر فيه Հետո անասկալի մասին անպայման ցեզի դերեկացնեմ։ Երեխաները ինչ են ասում։ شو ردة فعل الولاد؟ كثير مبسوطين ما حدا مصدق Վախեն եւ չեն հավատում, որ այս իրականություն է։ Իսկ 70-ամյա Վագիվ Խաչատրյանը, որին Ադրբեջանը գերի էր վերցրել Հակարիի կամրջին շտապօգնության մեքենայից, այժմ Նորք Մարազ սրտաբանական հիվանդանոցում է, ունի սրտի քրոնիկ հիվանդություն, բայց վիճակը լավ է։ Իսկ Գևորգ Սուջյանը, որը գերի էր ընկել Դավիթ Դավթյանի հետ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Բերձորի միջանցքում, գրառում է արել Facebook-ում ու հայտնել, որ հոգին թողել է գերության դաժան ճիրաններում մնացած տղաների հետ։ Դավիթ Դավթյանի հայրն էլ Facebook-ում գրել է, որ տղան առողջական խնդիրներ չունի։ Տուն է եկել, լավ է։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները եւս հանդիպել եւ առանձին զրուցել են հայրենիք վերադարձած գերիների հետ։
Գերիների վերադարձը միանշանակ ուրախալի եւ սպասված լուր էր, սակայն խորքում ընթացող պրոցեսներն էլ անտեսել չի կարելի։ Հասարակությունը գերիների վերադարձի մասին լուրը իմացել է Նիկոլ Փաշինյանի գրառումից, իսկ գերիների հարազատները լրատվամիջոցների կամ իրենց հարազատների զանգից։ Պետական որևէ մակարդակով նախապես չեն խոսել գերիների ընտանիքների հետ։ Ինչպես են գերիների հարազատները տեղեկացել իրենց ամենասպասված լուրի մասին եւ ինչու է տեղեկատվության հրապարակման ձևն այսօր դարձել իրավապաշտպանների քննադատության առարկա, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Հայաստան վերադարձած գերիներից Վիգեն Էյուլջեքչյանի կինը Լինդա Էյուլջեքչյանը ABC մեդիայի հեռախոսազանգից է տեղեկացել, որ ամուսնուն ազատել են գերությունից։ Վագիվ Խաչատրյանի դուստրը Վերան ընկերուհու հեռախոսազանգից է իմացել։ Փաստացի, գերիների հարազատներից որևէ մեկին չեն տեղեկացրել իրենց հարազատի վերադարձի մասին։ Բոլորի պես Նիկոլ Փաշինյանի գրառումից են իմացել։ It's թվում է իշխանությունները ուզում են ցնցել հասարակությանը, իբրի ինչ են արել, ասենք էլի գերագնահատել իրենց ներդրումը այս հարցում իմ տպավորությամբ դա էր պատճառը, որ չեն տեղեկացրել, բայց ասենք ոնց կարելի է չտեղեկացնել այդ մարդկանց։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գերիների ընտանիքներին չտեղեկացնելը կապում է իշխանության անուշադրության հետ։ Ըստ նրա պարզապես պակասում է պետական հոգացությունը։ Այստեղ չկա որևէ անվտանգային կամ իրավական հարց։ Այստեղ հանրությանը պետք է պատրաստվել, հանրությանը նրանք ուզում են ցնցել մշտապես պետության, հոգացության, ուշադրության ներքո բոլորինը։ Հաշվի չի առնվել որևէ նրբություն։ Facebook-ում գրառում անելուց առաջ պետք էր նախապես տեղեկացնել եւ հաշվի առնել հարազատի հոգեբանական վիճակը։ Կարծում եմ քաղաքացու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Հեքիմյանը։ Նման դեպքերում անհրաժեշտ է ուղղակի նախապես հարազատներին տեղեկացնել, հակառակ դեպքում դա վտանգավորել է։ Գիտեք ինչ, նման լուր իմանալուն պես հարազատը կարող է ուղղակի սիրտը կանգնի ենթադրենք, բառից բուն իմաստով, դա առողջությանը վնաս։ Բայց իրավապաշտպանը գերիների հարազատներին չտեղեկացնելու պատճառն այլ կերպ է մեկնաբանում։ Այս գործընթացը ոչ թե ղեկավարվել է Հայաստանից, այլ ղեկավարվել է այլ պետությունից, ենթադրաբար Թուրքիայից։ Ես վստահ չեմ, ենթադրում եմ Թուրքիայից։ Ու այդ իմաստով, այդ ռակուրսով որ նայենք խնդրին, ապա հասկանալի կլինի, որ Հայաստանի օրվա իշխանությունները ուղղակի չեն տիրապետել այդ ինֆորմացիային։ Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ոչ թե որպես պայմանագրային կողմ, այլ որպես մենեջեր, այսինքն կատարող կողմ։ Զանգել են, ասել են, որ լինելու է փոխանակում, իսկ Նիկոլ Փաշինյանը որպես թարմ լուր շտապել է ներկայացնել հանրությանը, կարծում է Կարեն Հեքիմյանը։ Կարմիր խաչից ասացին, որ իրենք ներգրավված չեն եղել այս գործընթացում, այդ իսկ պատճառով չեն կարող մեկնաբանություն տալ։ Համենայն դեպս գերիների վերադարձը տեղի է ունեցել այլ փոխհամաձայնությամբ։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Գերիների վերադարձին զուգահեռ սիրիացի վարձկաններին արտահանձնեցին Սիրիա։ Կապ ունեն արդյոք այս երկու գործընթացներն իրար հետ։ Պաշտոնական Երևանը պնդում է, որ կապ չկա, մինչդեռ փորձագիտական դաշտը համոզված է, որ տեղի է ունեցել փոխանակում գերիների դիմաց սկզբունքով։ Միևնույն ժամանակ պնդում են, որ այդ երկու սիրիացի վարձկանի դիմաց հնարավոր էր վերադարձնել մեր բոլոր գերիներին։ Ինչ է տեղի ունեցել բանակցային գործընթացում եւ ինչ դիտարկումներ են անում իրավապաշտպաններն ու միջազգային իրավունքի մասնագետները, Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Եվ այո նրանք մեզ կներեն, մի ամիս երկու ամիս ավել գերության մեջ գնալու համար։ Ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկա։ Ալո Սեյդա ջան, ինքը չի կարող խոսել էլի։ Ամենքը ճիշտն ասած ոչինչ չգիտենք, նոր իմացանք։ Ձեռքի դաջվածքն այրելով հեռացրել, առաջին բժշկական օգնությունից զրկել, հաշմանդամության են հասցրել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնք տարիներ շարունակ կտանքների ենթարկվելուց հետո վերադարձան հայրենիք։ Նույն օրը հայկական կողմն արտահանձնել է Սիրիայի երկու ահաբեկչի, որոնք Հայաստանում դատապարտվել էին ՑՄ ազատազրկման։ Իշխանությունը պնդում է, որ այս երկու գործընթացները կապ չունեն միմյանց հետ, սակայն մի շարք մասնագետներ նկատում են ժամանակային համընկնումներ եւ դրանց հնարավոր փոխկապվածությունը դիտարկում են բանակցային գործընթացի շրջանակում իրականացված քայլեր։ Ըստ նախկին մարդու իրավունքների պաշտպանի, սա նշանակում է հավասարության նշան դնել անմեղ մարդկանց եւ ահաբեկիչների միջև։
Սա կրկին ապացուցում է, որ այս իշխանությունը եթե անգամ ինչ-որ լավ բան է անում, ապա միևնույն է ձախողում է։ Այդ սիրիացի վարձկան ահաբեկիչները, որոնցով իրականացվեց փոխանակումը, պետք է օգտագործվեին շատ ավելի մեծ արդյունքի հասնելու համար։ Նրանք ընդամենը մի քանի տարի առաջ գումարի դիմաց կտրում էին մեր գլուխներն ու կատարում ամենադաժան հանցագործությունները։ Հայ գերիների վերադարձը հասարակության համար միանշանակ դրական եւ սպասված իրադարձություն է։ Միևնույն ժամանակ միջազգային իրավունքի մասնագետները ընդգծում են, ցանկացած գործընթացի արդյունավետությունը պետք է գնահատել ոչ միայն արդյունքով, այլև կիրառված մեխանիզմներով։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը կարևորում է գերիների վերադարձը, սակայն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նման գործընթացները ցանկալի է կառուցել համարժեքության եւ կանխատեսելիության սկզբունքներով հետագա ռիսկերը նվազեցնելու համար։ Իմ ունեցած տեղեկություններով Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չեն պահվում, նրանք հայրենադարձվել են շատ վաղ ժամանակահատվածում, ի կատարումը նոյեմբերի 9-ի հայտարարության, հետագա բոլոր միջադեպերից հետո երկկողմանի հարցերը լուծում են ստացել, մենք ադրբեջանցի որևէ զինծառայող Հայաստանի Հանրապետությունում չունենք։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գերիների վերադարձն ու Սիրիայի քաղաքացիների արտահանձնումը տարբեր գործընթացներ են եւ չեն կարող դիտարկվել մեկ գործարքի շրջանակում։ Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ եւ այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Հայ-սիրիական հարաբերությունները կարգավորելու, Սիրիայում հայ համայնքի անվտանգությանը նպաստելու համար կարող է այդ քայլը դրական ազդեցություն ունենալ, բայց Սահակյանը հակված չէ հավատալ Փաշինյանի հայտարարությանը։ Ժամանակային համընկնումը թույլ է տալիս մտածելու, որ գործ չունենք երկու ավտոնոմ գործընթացների հետ եւ անխուսափելի է կապը երկու գործընթացների միջև։ Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը տարիներ շարունակ զբաղվել է գերիների հարցերով, պնդում է. սա քաղաքական գործընթաց էր, ինչը հանցագործություն է միջազգային իրավունքի դեմ։ 26 թիվն է, մոտենում է տվյալ դեպքում այսպես լինել չլինելու հարցը այս այլ պետության ներկայացուցիչ ԿՊ-ականների համար, դա կյանքի ու մահու պահ է։ Եվ այս առումով մենք պետք է սպասենք, որ բացի, ինչպես արդեն Իլհամ Ալիևը ասեց, ռազմաքաղաքական ղեկավարության Արցախի Հանրապետության, մնացածներին կարող են այդպես մաս-մաս ուրախություն պատճառել Հայաստանի այսպես հասարակությանը։ Տեղի ունեցած Ալավերդյանը քաղաքական առևտուր է որակում, պնդելով անկախ ամեն ինչից 4 հայի վերադարձն ուրախալի լուր է։ Նախկին ՄԻՊ-ը նաև պատահական չի համարում, որ նախընտրական շրջանում են վերադարձել գերիները, կանխատեսում է, բացի ռազմաքաղաքական ղեկավարներից մնացած պատաններին վերադարձնելու են մինչև ընտրություն։ Սովետական ժամանակ եղել է այդպիսի բան, որ прошла зима, настало лето, спасибо партии за это։ Հիմա ես կոչ եմ անում, որ չընկնենք մենք այդ անեկդոտային վիճակի մեջ։ Էլի եմ ասում բոլոր ընտանիքների հետ կիսելով այդ ուրախությունը հիշեք, դա կեղտոտ քաղաքական եւ ես կասեի արյունոտ քաղաքական այդ խաղ է։ Փորձագետները կանխատեսում են, որ նախընտրական փուլում մյուս գերիների վերադարձը հրաշքի ժանրից չէ, բայց դրա գինը հետո հայը թանկ է վճարելու։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մեր երկիրն ապաշրջափակվում է եւ դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսել է թրիփի վերաբերյալ փաստաթղթի մասին։ Երկրի գլխավոր դիվանագետը համոզված է, որ այդ նախագիծը չի իրականացվելու Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հաշվին։ Փաշինյանն էլ թրիփի մասին խոսել, սակայն առանց պատասխանը մնում մեկ հարց։ Թրիփով անցնող ադրբեջանցիները հանդիպելու են հայ սահմանապահների, թե Հայաստանի սուվերեն վերահսկողությունը սահմանափակվելու է փաստաթղթերով ու թվային գործիքներով։ Ֆրոնտ օֆիսը կամ ընդունարանը չի որոշում, որոշումներ կայացնում են
Հայաստանի պետական համապատասխան մարմինները, այսինքն back office-ը։ Հիմա դուք ձեր հարցի մեջ հիշատակեցիք Զվարթնոց օդանավակայանը, ես էլ բազմիցս հիշատակել եմ օգոստոսի 8-ին հաջորդած ժամանակաշրջանում Զվարթնոց օդանավակայանը եւ Զվարթնոց օդանավակայանի կարգավորումները գործում են արդեն շատ երկար ժամանակ եւ դրանից Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հենց Զվարթնոցի հետ կապված կարգավորումներով որևէ կերպ չի տուժել եւ հետեւաբար այն ինչ տեղի ունենում Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում կամ հենց մայրաքաղաքի հարևանությամբ նշանակում է նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության ցանկացած այս տարածքում եւ դա մեզ համար ընդունելի է։ Այս գործընթացների ֆոնին վտանգավոր ազդակներ են գալիս հարևան երկրից, Իրանից։ Գործող կառավարության ղեկավարը խոսել է Հայաստանում Իրանի դեսպանի վրդովմունքի ու մեղադրանքի մասին։ Փաշինյանն ասում է, ժողովրդավարական սկզբունքների շրջանակում կապահովեն, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության վերաբերյալ խնդիրներ չառաջանան։ Մենք Հայաստանում ընդհանրապես 2018-ից այսքան Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է։ Այլ բան, որ մենք այո կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ որևէ այլ դեսպանատան աշխատանք, եւ մենք ուշադիր կհետևենք այդ թվում մտահոգություններին կապված այդ իրավիճակի հետ։ Իսկ ինչ մեսիջներ է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանը, հարևան երկրի դեսպանատան դիմացակցությունները ինչպես են ընկալում Թեհրանում ու ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ այս ամենը, Սեդակ Գյուրեղյանի ռեպորտաժում։ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը հունվարի 14-ին տված ասուլիսի ընթացքում։ Առաջին եւ ամենակարևոր պահանջն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չեղարկվի եւ շահը վերադառնա։ Իրանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած այս ցույցերին ի պատասխան է դեսպան Շիր Ղոլամին հայտարարություն արել, նշելով, որ մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվել Իրանի դեսպանատան դիմաց հնչեցնելու անհարգալից արտահայտություններ։ Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցածը կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ, քանի որ ամենադժվար ժամանակներում Իրանը կանգնել է Հայաստանի պետության եւ ժողովրդի կողքին։ Քաղաքագետը կարծում է, դեսպանի այս հայտարարության տակ ավելի խորքային պատճառներ են թաքնված, մասնավորապես Վաշինգտոնից իրենց հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ջերմ հարաբերություններն ու գործակցությունը։ Սա նաև որոշակի իրադարձությունների արդյունքում նստված կտված հայտարարություն էր, որը վերաբերվում էր օրինակ թրիփին, որը թեպետ օրինակ նախկին դեսպանը պարոն Սոփյանին հայտարարում էր, որ իրենց շահերին դեմ չէ, Իրանը գտնում է, որ Հայաստանը չի անի Իրանի նկատմամբ թշնամական քայլեր եւ այլն, բայց ակնհայտ էր, որ իրանական կողմում կար մտահոգություններ եւ այդ մտահոգությունները չէին փարատվել նույնիսկ Հայաստանի տարբեր պաշտոնյաների կողմից վաստիացումներից հետո։ Սա ամենակոշտ հայտարարություններից մեկն է, որ Իրանը հնչեցրել է Հայաստանի հասցեին, պնդում է դիվանագետը։ Մելիքյանն այս հայտարարության տակ խորը ուսումնասիրություն եւ վտանգավոր միտում է տեսնում։ Դեսպաններն էլ տենց չեն, էլի, որ օդից հայտարարություններ անեն, մինչև 150%-անոց ուսումնասիրեն ընդհանուր իրավիճակը։ Իրանն էլ այն երկիրն է եւ նրա ներկայացուցիչներն էլ այնպիսին են, որ այսպես օդ չեն կրակում խոսքերով, այլ բավականին լուրջ ուսումնասիրությունների արդյունքում գալիս են եզրահանգման։ Իրանի դեսպանի կողմից հնչած այս հայտարարությանը նախորդել էին ավելի բարձր մակարդակում հնչած հայտարարություններ, մասնավորապես այն, որ թրիփի շինարարության պատրվակի տակ Իրանի սահմանին կարող են նաև այլ ուժեր տեղակայվել, հիշեցնում է քաղաքագետը։ Կարծում է վերջին ցույցերը պատրվակ էին, որպեսզի իրանական կողմը եւս մեկ անգամ հնչեցնի իր մտահոգությունը։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ համաձայն չի, որպեսզի իր սահմաններին մոտենան ամերիկյան ուժերը։ Իրանը
Բոլոր դեպքերում թրիփը համարում է ամերիկյան պրոյեկտ, որը հակասում է իր ռազմավարական շահերին։ Միևնույն ժամանակ հավաստիացումները, որ Իրանի հետ սահմանը չի փակվի եւ այլն, Իրանում այս հայտարարությունների նկատմամբ եւս կարծում եմ վերապահումներ ունեն, որոնք այս կամ այն կերպ արտահայտվում է իրենց տարբեր պաշտոնյաների, հատկապես պահպանողական շերտերի կողմից։ Ինչը եւս բնականաբար ազդակ է մեզ համար։ Ներքին գործերի նախարարությունը հունվարի 14-ին Խալիլ Շիրխոլամիի հայտարարությանն արձագանքեց, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացումը։ Ներքին գործերի նախարարության կողմից բոլոր նշված հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։ Իրանի դեսպանի հայտարարությունը Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ցույց տվեց, որ խոսքը միայն մեկ միջադեպի մասին չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան դիմակայության եւ տարածաշրջանում ձևավորված ներկա աշխարհաքաղաքական պայմաններում անգամ ներքին հանրային գործընթացները կարող են ընկալվել որպես արտաքին ազդակ։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Նիկոլ Փաշինյանը մոտ 12 միլիոն դրամ կամ $31,000 պարգևավճար է ստացել 2025-ի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար։ Դրանից բացի կառավարության ղեկավարը մոտ 1,970,000 դրամ առանձին տողով է պարգևատրվել։ Վարչապետը, երկու փոխվարչապետները եւ վարչապետի աշխատակազմի աշխատողները, որոնց թիվը մոտ 500 է, 2021-ից 25 թվականներին ընդհանուր մոտ 2,835,000 դրամ են ստացել որպես պարգևատրում եւ պարգևավճար։ Կառավարությունը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմը պարգևատրվել է աշխատանքային պարտականությունների կատարման ամսական, կիսամյակային, տարեկան արդյունքի եւ կատարողականի գնահատման համապատասխան։ Իսկ Բեկում նոր ձերբակալությունների ալիք է սկսվել։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում ձերբակալել է 5 անձի, որոնց թվում են Հայաստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ։ Ձերբակալվածներին մեղադրում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու համար։ Նախաքննության շահերից ելնելով այն մանրամասներ չեն հաղորդում։ Տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի եւ աջակիցների դատական հերթական նիստը։ Սրբազանն ասել է, որ 6-7 ամիս մարդկանց կալանքի տակ պահելը վիրավորական է։ Անպայման չէ, որ բառերը լինեն վիրավորական։ Բագրատ Սրբազանը նաեւ ասել է, որ փորձաքննություն է պահանջում։ Մոնտաժված է ձայնագրությունը, թե ոչ։ Անկեղծորեն չհասկացա մեղադրողի դիրքորոշումը ինչ էր նշանակում ժամանակը գաք ասենք ժամանակ 7 ամիս անցել է պատվարժան դատարան Համաշխարհային փորձարար ես տարբեր երկրներում դատական նիստերի մասնակցել եմ։ Մեկ ապացույցը կեղծ կամ ոչ հավաստի։ Բավական է որպես այդ գործընթացը կանգնի։ Հիմա իմ հարցումը հետևյալն է. ժամանակը անցել է 7 ամիսը պատվարժան դատարան։ Փորձաքննության ուզում եմ ապացույցը տեսնել ես, որ այս մարդկանց անունները, ներառյալ իմը, իմ ազգանունը, իրենք են թե ոչ, մոնտաժված են այդ տեքստերը թե ոչ, որ գրվածը չի լսվում, 50%-ից ավել գրվածը չի լսվում, այդ չի լսվումները իրանք դիտմամբ են ջնջել, թե իսկապես չի լսվում, եւ այսպես շարունակ, բառեր ավելացված են թե ոչ, Հիմա տեքստը, էջերով, հատորներով, այդ բոլորը կամ տեսել են կամ ոչ։ Դուք էլ անցյալ անգամ ասացիք, որ դուք չեք լսել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնել է, որ սթրայքբոլի գործի համար տնային կալանքի տակ գտնվող Անդրանիկ Չամիչյանի խափանամիջոցը փոխվել է վարչական հսկողության։ Միջազգային լրահոսից Իրանում անկարգության հրահրողները բողոքի ցույցերի ժամանակ մարդկանց սպանելու համար ստացել են $3,500, գրեթե $1,500 մեքենաներ այրելու եւ մոտ $500 ոստիկանական բաժանմունքներ հրկիզելու համար, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նախարարի խոսքով Միացյալ Նահանգները, սիոնիստական ռեժիմը, Իսրայելը եւ նրանց որոշ դաշնակիցներ ստեղծել են կենտրոն անջատողականներին եւ տերորիստներին օգնելու համար։ Նասիրզադեն հայտարարել
է, որ որոշ տերորիստներ մահացել են շատ թմրանյութ գործածելու հետևանքով։ Կազմակերպիչներն արդյունաբերական թմրանյութեր էին բաժանում բռնությունը սրելու համար, իսկ որոշ դեպքերում մոտ հեռավորությունից կրակոցներով սպանում իրենց անդամներին հանրային տրամադրություններ հրահրելու համար։ Միացյալ Նահանգների, Դանիայի եւ Գրենլանդիայի պաշտոնյաների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից ժամեր անց եվրոպացի զինվորականները սկսել են ժամանել Գրենլանդիա։ Սպիտակ տանը հանքանյութերով հարուստ արկտիկական կղզու հարցի շուրջ համաձայնության չգալուց հետո Ֆրանսիան, Շվեդիան, Գերմանիան եւ Նորվեգիան հայտարարել են, որ զինվորականներ կուղարկեն Գրենլանդիայի մայրաքաղաք որպես հետախուզական առաքելության մաս։ Հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ, պնդելով, որ այն կենսական նշանակություն ունի Միացյալ Նահանգների անվտանգության համար։ Միջազգային ասպարեզում վիճակն ավելի է վատթարանում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր դեսպանների հավատարմագրերը հանձնման արարողության ժամանակ։ Նրա խոսքով հակամարտությունները սրվում են, ի հայտ են գալիս նոր թեժ կետեր։ Ռուսաստանը միշտ կվարի հավասարակշռված քաղաքականություն եւ հավատարիմ կմնա բազմաբևեռ աշխարհին։ Նա հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի շահերի տարիների անտեսման եւ ՆԱՏՕ-ի դեպի նրա սահմաններն առաջխաղացման ուղիղ հետևանք է։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը կրկին եթերում կլինի վաղը առավոտյան ժամի 9-ին տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Ես Գառնու Թավյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։